Ներսեսն ապրում էր սպորտսմենների համար նախատեսված հատուկ հանրակացարանում։ Ուսանող էր, սովորում էր ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, թեթև ատլետիկայի մասնագիտությամբ։ Գունդ էր հրում, բայց այդ գունդը այդպես էլ առաջին կարգից այն կողմ չէր թռչում։ Մի օր ըմբշամարտի մարզիչը հարցրեց. «Կարող ես ըմբշամարտի պարապմունքներին մասնակցել»։ Նա հպարտությամբ պատասխանեց. «Եթե դա Գյուլաշին է վերաբերվում, ապա մեր գյուղում, Մանթաշում, դեռ մեջքս գետնին տվող չի եղել»։ Իր քաշային կարգում միայն ինքն էր հաղթանդամ, 140 կիլոգրամ քաշով, շատ ուժեղ էր, մի բռունցքի հարվածով մանր մասերի էր վերածում ձմերուկը։ Մի անգամ մի փոքրամարմին սպորտսմեն հայհոյել էր Ներսեսին, նա չէր պատասխանել։ Իմանալով դեպքի մասին, նախատեցի, թե ինչու չես պատասխանել, իսկ նա ժպտալով ասաց. «Բա որ խփեի ու հանգարց մեռներ, ինչ պետք է անեի»։ «Ինչ է, ես պարապում եմ սպորտով, որ մարդ սպանեմ»։ Գնաց, մասնակցեց ՍՍՀ մրցումներին, հաղթեց և դարձավ սպորտի վարպետ։ Երբ վերադարձավ, կեր ու խումբ կազմակերպեցինք, հետո երեկոյան ուշ գնաց աշխատանքի։ Գիշերն աշխատում էր, ուսանողական թոշակը չէր բավականեցնում, այդպես հազիվ կարողանում էր իր գլուխը պահել։ Առավոտ շուտ վերադառնում էր, իր ճանապարհի վրա գտնվող փռից տաք հաց գնում ու մեր սենյակի դուռը թակում էր, որպեսզի պանիր կամ ինչ-որ բան գտնի հացի հետ ուտելու։ Վազգեն Սարգսյանը, թեև տարիքով մեր կուրսի ամենափոքրն էր, բայց գերազանց էր սովորում։ Երբ չէր գնում դավալու, մնում էր հանրակացարանի իմ սենյակում։ Ու միշտ, երբ Ներսեսը առավոտ շուտ գործից գալիս էր, Վազգենը ծիծաղով արթնանում էր ու հարցնում. «Թե էս Ներսեսը առավոտ շուտ միշտ էլ սոված է»։ Նա չգիտեր, որ տարիներ անց Բատյան դառնալու է Վազգեն Սպարապետի հավատարիմ զինակից ընկերը։ Անցան տարիներ, սկսվեց պատերազմը։ Ներսեսն առանց մտածելու կամավոր մեկնեց ռազմաճակատ և կռվեց։ Կռվեց մինչև հաղթական պատերազմի վերջին օրը։ Նա իր ֆիզիկական ուժի շնորհիվ շատ տեղերում կարողացել էր օգնել ու փրկել իր մարտական ընկերներին, որի շնորհիվ ընկերները մկրտել էին իր ռազմի դաշտի անունը՝ Բատյա։ Ծանր զենքերն ու զինամթերքը զինակից ընկերները 4 հոգով բարձրացնում էին ու դնում հսկա Բատյայի ուսին, ու նա մինչև վերջ սարերով ու լեռներով բարձրանում էր վեր։ Հետագայում զինակից ընկերները խոստովանում էին, որ Օմարի Լեռնանցքի կռիվը Բատյայի շնորհիվ հաղթեցին։ Շուշին գրավելուց հետո մարտական ընկերներով գնացել են հայրենի գյուղ, ոչ խարմորթել ու քեֆ արել Բատյայի տանը։ Ընկերները քեֆ են արել, գինովցել, պարել երաժշտության տակ, հետո ծանրաքաշ Բատյային բարձրացրել, նստեցրել են ուսերին ու հետո ընկերներից մեկը Բատյայի պատվին օդ է կրակել։ Փամփուշտն առաստաղի մեխին կպչելով հակադարձվել ու կպել է Բատյայի 8 տարեկան տղային, որը այդ պահին լավաշով բրդուճ էր ուտում։ Բատյան որդուն գրկած վազել է հիվանդանոցով մեկ և գոռալով աղերսել, որ փրկեն որդուն։
բայց ամեն ինչ արդեն վերջացել էր։ Բժիշկը զննելով ասաց, որ երեխան վաղուց մահացել է, փամփուշտն ուղիղ սրտին էր դիպել։ Որդու 40-ի օրը կինը բաժանության առաջարկություն է անում ու ասում, որ այլևս չի ուզում տեսնել, լսել ու տանել Բատյայի ներկայությունը։ Բատյան ամուսնալուծվեց ու տեղափոխվեց Երևան։ Որոշ ժամանակ անց ամուսնացավ ու մի աղջիկ ունեցավ։ Անցան տարիներ։ Մի օր ինձ մոտ պոլիկլինիկա եկան մեր հանրակացարանի ընկերները։ Սամվելը, մականունը Ձուկ, ու Հակոբը, մականունը Դոգ, եւ ասացին, որ Բատյան լալիս ու քեզ է ուզում տեսնել։ Զարմացա, միացա ընկերներիս եւ գնացինք նրանց տուն։ Նա ապրում էր մի բարձրահարկ շենքի անբարեկարգ բնակարանում։ Մեզ դիմավորեց Բատյայի բարեհամբույր կինը, կիսաժպիտ ու գերհոգնած դեմքով, կարծես ինչ-որ բանից նեղացած է։ Կիսասվաղված ու խղճուկ սենյակի մեջ սայլակի վրա նստած էր խեղճ ու կրակ Բատյան, ոտքի մեկը անդամահատել էին, բերանն էլ ինսուլտից ծրված։ Ինձ սկզբում ուշադիր նայեց, հետո աչքերը կկոցեց ու հասկացավ, որ ես եմ, ու հիմա էլ ինձ գրկած ուրախությունից լաց էր լինում։ Հետո իրեն զսպելով դանդաղ խոսեց։ Ասեց, որ պաշտպանության նախարարն էր եկել այցի եւ այն հարցին, թե ինչ է ուզում որ անի իր համար, Բատյան պատասխանել էր, որ ոչ մի բան պետք չէ, ոչինչի պահանջ չունի, միայն բավական է այն, որ նա բարեհաճել ու եկել է այցի։ Ես բարկացած հանդիմանեցի, ասելով, որ քեզ պրոթեզավորում է պետք, շաքարուն ես, ինսուլտ ես տարել, քեզ հատուկ խնամք է պետք, ինչպես կարելի է իրենց աշխատողին, վարչության պետին թողնել անպաշտպան ու թշվառ վիճակում։ Երբևէ պատերազմի դաշտում իր ընկերներին երբեք չլքած ու չդավաճանած հսկան հուսահատությունից լուր լաց էր լինում։ Հետո ընկավ մտքերի մեջ։ 8-ամյա տղայիս մահը անընդհատ մխում էր սրտիս մի անկյունում։ Չեմ կարող մոռանալ ու առավել եւս ինձ ներել։ Երանի ես լինեի նրա տեղը, այդ փամփուշտն իմ սրտին դիպ չէր։ Ու առատ արցունքները թափվեցին աչքերից։ Սրբեց աչքերն ու իրեն տիրապետելով ու ուժերն հավաքելով շարունակեց խոսել։ Բենյամինիս, պստոից մեծ եղբորը, որոշեցի լավ ռազմիկ դարձնել, կրթված, ֆիզիկապես ու հոգեպես պատրաստված հայրենիքը պաշտպանող զինվոր։ Այնուհետև հպարտությամբ պատմեց իր որդու մասին, որ ուսման էր տվել, ու նա արդեն ավարտել է ռազմական ակադեմիան։ Հետո ուսումը շարունակել է Հունաստանում, ու հիմա իր զինվորների հետ Արցախի սահմանն է պահում։ Հետո ավելացրեց, որ պատերազմում կռվելը մասնագիտություն է։ Իրենք մինչև կռվել սովորեցին, պատերազմը վերջացավ։ Դրա համար տղայիս կրթության տվեցի։ Հիմա պրոֆեսիոնալ է, շատ լավ դիրք ունի, լավ ղեկավար է։ Ընկերներով դառնացած դուրս եկանք Բատյայի մոտից։ Լուր էինք։ Կարծես բոլորս մեզ մեղավոր էինք զգում։ Ոչ մեկս չէինք հավատում, որ կոռումպացված համակարգում աշխատող մարդը մնացել էր աղքատության մեջ, բայց ձեռքը չէր կեղտոտել, չէր նմանվել զինվորներին կեղեքող, զինվորի բաժինը գողացող թափթփուկներին։ Մի քանի օր հետո սկսվեց քառօրյա պատերազմը։ Ընկերներս զանգեցին, տագնապահար վիճակի մեջ էինք։ Գիտեինք, որ Բատյայի որդին իր ընկերների հետ իրադարձությունների կիսակետում է։ Մեքենան վարելիս ռադիոյով հայտնում էին զոհվածների անունները։ Հանկարծակի եկա, երբ զոհվածների ցուցակում լսեցի Բատյայի որդու անունը։ Բենյամինը
կորցրել էր իր ղեկավարած դասակի 20 տղաներին, իսկ հետո զինված անցել էր հակառակորդի թիկունք ու վնասազերծել 2 տանկ, ոչնչացրել թշնամու զինվորներին ու մեծ վնաս պատճառել հակառակորդին։ Վերջում շրջափակման մեջ էր ընկել, երբ թշնամին մոտեցել էր նռնակով, պայթեցրել էր իրեն ու նրանց ու հերոսացել։ Տղայի 40-ը լրանալուց հետո Բատյայի սիրտը չդիմացավ ու դադարեց բաբախել։ Բատյայի դին տեղափոխեցին Եռաբլուր, իր զոհված ընկերների մոտ։ Այսպիսին է պատերազմը, իր դաժան հետևանքներով, եւ եթե տարիներ էլ անցնեին, սերունդներ փոխվեին, միևնույն է, հայի գենը արյան մեջ էլ պահպանելու է իր ազգի հոգեբանական ու ողբերգական ճակատագրի դաջվածքները։ Հետգրություն։ Մի օր ուշ գիշերին սպարապետ Վազգենն ու Բատյան միասին գնացել էին Եռաբլուր։ Խմել էին ընկերների հոգեհանգստի համար ու սպարապետը բաժակը ձեռքին ամբողջ ուժով գոռացել է ռազմի դաշտում իր զոհված ընկերների անունները մեկ առ մեկ ու բարձրաձայն լացել։ Հետո դատարկել է գավաթն ու խոսք տվել, որ շուտով կմիանա նրանց։